Հրավիրում եմ ձեզ ինձ հետ սրճելու, համեցեք սուրճ խմելու և միասին լավ ժամանակ վայելելու։ Իսկ դուք պատրաստել եք ձեր սուրճի տարբերակ։ Այսօր խոսելու ենք մի քանի փաստեր բյուժետերիայի առանձնահատկությունների մասին, բայց մինչ այդ եկեք ուսումնասիրենք այս զարդը։ Հիշում եք այս գեղեցկուհուն, ես ձեզ արդեն ցույց եմ տվել, եթե հիշեցիք, բրավո, բայց ասեմ ձեզ, որ այն կերպարանափոխվել է, ինչպես նկատեցիք, ես ավելացրել եմ այն բացակայող էլեմենտը, որը պակասում էր այս բրոշի վրա, կամ միգուցե հենց ի սկզբանե եղել է նաև չի բացառվում այն տեսքով, ինչ տեսքով, որ ես գնել էի։ Բայց տեսեք, թե որքան է այն կերպարանափոխվել, գեղեցկացել, ավելի ճոխ դարձել, չէ՞ որ այս բրոշը, երբ ես գնեցի, բացակայում էր այս էլեմենտը եւ ուներ գրեթե այսպիսի տեսք, ահա այսպիսի տեսք, ծավալով տեսեք ինչքան մեծ է, ինչպիսին է այն, այսպես էլ է հնարավոր կրել, բայց ես որ ավելացրեցի այս էլեմենտը, կարծես վոլյում ստացավ այս բրոշը, այսպես շատ էքստրավագանտ է, այնպես չէ։ Հագուստի վրա, եւ դնում ենք հագուստի վրա, նայեք, ենթադրենք սա մեր հագուստն է, չէ՞, տեսնում եք ինչքան ծավալ է հաղորդ այս շղթան, այս տեսքով լրիվ այլ ծավալ ունի այս բրոշը։ Եվ եկեք խոսենք այն մասին, թե ինչպես ենք մենք ընտրում բրոշները։ Առաջի հայացքից ամեն մարդ ունի իր ոճը եւ ընտրում է իր դիզայնը, չէ՞։ Հետո չափսը, ծավալը, եթե մեկը գերադասում է մեծ չափսի զարդեր, աչքի ընկնող, երևացող, մյուսը նախընտրում է մանր-մունր, աչքի չընկնող, հետաքրքրություն միգուցե առաջացնող, եւ որից հետո, չափսից հետո ընտրում ենք գույնը, չէ, վերհիշելով մեր զգեստապահարանը, այս զարդը որ հագուստի հետ կընտրենք, կամ ինչ այլ զարդեր ունենք, այս զարդին համապատասխան կամ որ գույնի հագուստի հետ կսազի եւ այլն։ Շատերը նախընտրում են ոսկե մետաղ, մյուսները նախընտրում են արծաթագույն մետաղ։ Մի խոսքով, զարդերը ընտրելիս առաջին բանը, որ մարդը մտածում է իր մտքում, իր ոճը, իր ոճին համապատասխան զարդ է ընտրում, դիզայնը միգուցե իրեն գրավում, ապա չափսը, նոր հետո ուշադրություն է դարձնում գույնը, թե ինչի հետ կսազի, բայց երբեմն էլ կա մեկ արգումենտ, թե ինչ արձագանք կունենան, ասենք, ընտանիքի անդամները, ամուսինը կամ ընկերները, ենթադրենք ընկերուհին, եւ նաեւ դասի կարծիքը, չէ, կմտածեն, զուգվեր զարդարվել է, մեծ զարդեր, ականջողեր է կախել, ուր է գնում։ Շատ արգումենտներ կան, բայց որպեսզի դուք ունենաք ձեր ոճը, միանգամայն, եթե ուզում եք ունենալ ձեր ուրույն ոճը, կարծիքները դնում եք մի կողմ եւ շարժվում եք ձեր սրտի ձայնի թելադրանքով, ինչ է ձեզ դուր գալի, ինչ եք սիրում, որն է ձեր ոճը, թե ինչ զարդ է ձեզ համապատասխանում ձեր ոճին, ձեր հագուստին, հագ ու կապին եւ այլն։ Ուրեմն եղեք համարձակ, ընտրեք ձեր զարդը, ձեր ոճին համապատասխան, չեմ ասում հաշվի չառնել ամուսնու կարծիքը կամ ընկերուհու, բնավ, երբեք կարելի է հաշվի նստել, բայց ոչ սեփական ճաշակի հաշվին իհարկե։ Լավ, եկեք քննարկենք այլ փաստեր։ Ինչ ենք տեսնում այս զարդերի ստիլիստիկայում, այսպես ասեմ, ահա ձեր առջև դրված են զարդեր, որոնք կարծես առաջի հայացքից նման են, բայց այնուհանդերձ շատ տարբեր են։ Եկեք հենց առաջինը ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, թե ինչն է միմյանց կապում այս զարդերին։ Բնականաբար նկատեցիք, որ գլխավոր էլեմենտը պեկինյան ապակի է կոչվում այս ապակին։ Այսա ընդհանուր կապ ունի բոլոր բրոշների հետ, բայց ինչպես տեսնում եք, բոլոր զարդերը տարբեր են, միևնույն ժամանակ ոճային առումով, գունային գամայով եւ չափսերով։ Գունային գամա այն նկատի ունեն ոչ թե այս կապույտ գույնը, այլ մետաղի գույնը, ոսկեգույն ու արծաթագույն։ Տեսեք, որքան տարբեր է այս բրոշը արծաթագույն մետաղով եւ ոսկեգույն մետաղով։ Տարբերությունը առկա է, ինչպես նկատեցիք։ Եվ ահա եկանք այն եզրահանգման, որ մեր ընտրված երանգները մետաղական գույնի թելադրում է մեր ոճը։ Օրինակ, այս բրոշը շատ գեղեցիկ կնայվի արծաթեղենի հետ, այս մյուս զարդերը շատ գեղեցիկ կնայվեն ոսկեղենի հետ, համադրեք, համարձակորեն համահունչ են այս զարդերը, ժամանակակից են, թող չթվա, որ եթե վինտաժային են, ունեն 40-50 տարվա պատմություն, արդեն մոդայից դուրս է եկել, ոչ, ընդհակառակը, ճիշտ հակառակը։ Այժմ նորաձևությունը հետ է վերադառնում 1970-ականներ եւ խանութներում առկա են նմանատիպ զարդերի կոպիաները ժամանակակից մետաղներով եւ լուծումներով։ Այդ իսկ պատճառով այս զարդերը ակտուալ են մինչ մեր օրերը։
եւ շատ գեղեցիկ են։ Որքան գեղեցիկ է փիրուզի եւ մարգարտե հատիկների համադրությունը, այնպես չէ։ Շատ տարբեր են իրենք միմյանցից այս զարդերը, թվում է թե նման են ոճային առումով, բայց շատ տարբեր են։ Հիմա մոտեցնեմ մյուս բրոշը։ Նկատեցիք, որ եթե մարգարիտներ չկան, այլ կերպ է այն նայվում, ավելի թեթև, ավելի երիտասարդական, իսկ սա ավելի ծանր է։ Քաշային առումով էլ է սա ծանր։ Տեսնում եք, որքան տարբեր են։ Թեպետ օգտագործված է նույն ոսկեգույն մետաղը եւ նույն կապույտ քարերը, այստեղ նույն կապույտ էլեմենտներն են, իսկ կենտրոնական էլեմենտը արդեն պեկինյան ապակին է եւ այս կողքի լրացնող էլեմենտները արդեն սովորական ապակե հուլունքներ են եւ բավականին սառն են, հաճելի է ձեռքի վրա։ Ուզում եմ ցույց տալ, որ այս ականջողերը թեպետ սխալ չի լինի կրել նաև այս բրոշի հետ, բայց տեսեք ոճային առումով ինչքան տարբեր են։ Այս ստիլիստիկային է պատկանում, սա ավելի բոհոկական է, այս մեծ բրոշը բոհոկական ոճի է։ Ինչ կարող եմ ասել, ստատուս հաղորդող բրոշ է, մասիվ արծաթե զարդերի հետ շատ գեղեցիկ կլինի, կարծես հնաոճ ոճ ունի, ավելի անտիկ, թեպետ նույն տարիքի են այս բրոշները, բայց արծաթագույն երանգը հնեցված արծաթի մետաղը, արծաթագույն հնեցված մետաղի տեսք են հաղորդել, ոչ թե արծաթից, այլ պարզապես այդպիսի տեսք են հաղորդել, հին արծաթի տեսք, ավելի անտիկ տեսք է հաղորդում այս բրոշին։ Իսկ այս փոքրիկը արդեն փոքրիկ բրոշների եւ զարդերի սիրահարների համար իսկականն է։ Եվ տեսեք, կրկին օգտագործված է մարգարիտներ եւ կապույտ քարեր, բայց որքան է տարբերվում ոճով մյուս բրոշից։ Եթե նկատեցիք, երկուսն էլ օվալաձև են, բայց չափսը եւ ոճը բավականին տարբերիչ է եւ զգալիորեն տարբերություն կա այս բրոշների ոճային, չափսի, դիզայնի միջև։ Ահա փոքրիկ արգումենտներ։ Հիմա կրկին վերադառնանք նորից այս բրոշին ու եկեք համեմատենք այս երկու բրոշների հետ։ Երկուսն էլ կախազարդով են այս բրոշները, ինչպես տեսնում եք, ինչպես եւ սա, բայց տեսեք, միևնույն ժամանակ ոճային առումով նման են կախազարդի առկայությամբ, բայց դիզայնով, տեսքով, չափսերով եւ գույնային գամայով որքան տարբեր են միևնույն ժամանակ։ Ոճը նույնն է, բայց արտաքին տեսքը շատ տարբեր է, կախված գույնից, չափսից, սա էլ է ոսկեգույն, սա էլ, բայց տեսեք խոշոր է էլեմենտը, բրոշը խոշոր է, քարերը խոշոր են, իսկ սա մանր է, սա էլ արծաթագույն մետաղի վրա է եւ սպիտակ քարերով լրիվ այլ զարդեր են, թեպետ ոճը նույնն է։ Ահա այս մասին էի խոսում, որ կախված գույնից, դիզայնից, չափսից բրոշները տարբերվում են միմյանցից բավականաչափ, թեպետ ոճը սկզբունքորեն կարող է նույնը լինել։ Ամեն մարդ ընտրում է իր ոճին, իր ճաշակին համապատասխան զարդեր եւ նաեւ պլյուս դրան ավելացնենք գինը, արժեքը եւ իր գրպանին համապատասխան զարդեր։ Հիմա տեսեք 3 տարբեր պատվերներ են 3 տարբեր անձերի կողմից։ Յուրաքանչյուրը ընտրել է իր ճաշակով զարդեր։ Ես դեռևս հասցեները չեմ փակցրել ու չգիտեմ ովքեր են գնորդները, բայց եկեք քննարկենք այս անհատների էսթետիկ վարքագիծը, այսպես ասեմ, հա, եւ ըստ դրա որոշենք, թե ովքեր են գնորդները։ Կանխատեսենք սերը, տարիքը, ճաշակը եւ այդպես շարունակ։ Այո, զարդերը բնութագրվում են անձնավորությանը։ Հիմա այս 3 փաթեթների հետևում X մարդիկ են, կփորձենք նրանց հայտնագործել, իսկ հետո ես կնայեմ հասցեները, տեսնում ենք մեր արխիվում դրված կենտրոնական զարդերը, սա լոտ է, սեթ զարդերի եւ առաջի հայացքից նրանց կապող բանը ի՞նչն է։ Նախ ծագումը, ոճը, որ անհատը ընտրել է կենդանիներ, նշանակում է կենդանասեր է։ Երկրորդ արգումենտը էմալ է արկա ու քարեր։ Տեսնում եք փղիկի վրա քարեր կան, թիթեռնիկի, մի քիչ մոտեցնեմ ու քննարկենք։
Բացի այն, որ կենդանիներ են ընտրված, կենդանիներ, ասենք, փղիկ, թռչուն, կարապ եւ թիթեռ, կապող բանը նաեւ ստիլիստիկայից բացի հանդիսանում է էմալը։ Յուրաքանչյուր զարդի վրա արկա է էմալ եւ թիթեռի ու փղիկի վրա քարիկներ, կարապի գլխիկի վրա էլ կա քարիկներ։ Այս զարդերը բնորոշվում են նաեւ գույնով։ Տեսնում ենք, որ անհատը ընտրել է միջին չափսի եւ միջինից էլ մեծ չափսի զարդեր, այս թիթեռնիկը ավելի մեծ է ծավալով։ Այսինքն համարձակ է, չի քաշվում խոշոր զարդեր կրելուց, նաև ստրազաներ, քարեր կրելուց, չէ՞ որ բոլորը չէ որ կրում են քարեր, բայց ամենակարևորը գույներ կան այս զարդերի մեջ, տարբեր գույներ, էմալապատ զարդեր են եւ շատ գեղեցիկ են։ Ուրեմն ես եզրակացնում եմ, որ այս գնորդը կին է, միջին տարիքի կին է ու շատ համարձակ։ Ավելի մոտիկից նայենք զարդերը, ուսումնասիրելով դրանք։ Գեղեցիկ ուրախ փղիկ է, ստրազաներով, էմալապատ թիկնոցով, կարմիր աչուկով։ Կարապ է, որի այս գլխավոր էլեմենտը բնական նյութից է պատրաստված, խեցուց եւ նաեւ էմալապատ է, վրայից էմալ է գունավոր արվել, որպեսզի գունային գաման այսպիսի վառ լինի, քանի որ խեցու կտորները բնականից այդքան վառ երանգներ չեն ունենում, կամ ներկում են, սովորաբար թևնոցները նկատած կլինեք կամ ականջողերը, որ ներկում են գունավոր խեցի են ստանում։ Հոբնության մեջ չի լինում վարդագույն կամ փիրուզագույն խեցու կտորներ, բնականաբար ներկում են։ Եվ այստեղ արված է ավելի բարդ աշխատանք, այսինքն խեցու վրա էմալ է կատարվել, էմալապատվել է, ոսկեպատված բրոշ է, գեղեցիկ աշխատանք, ռաշիրովկան տեսեք ինչքան լավ է արված, լղոզված չի էլի, այսինքն լիցք է կատարված։ Շատ գեղեցիկ կարապ է իր ուրվագծերով, երկարավզիկ, սուրբ պոչիկ։ Ինձ մոտ հիացմունք առաջացրեց այս բրոշը։ Փայփորիկ է հավանաբար թռչունը, բայց տեսեք, էմալը բազմաշերտ է ու ձեռքով է արված, ոչ թե ուղղակի լցվել է, լիցք է արվել, այլ ձեռքով մանրակրկիտ կերպով բազմաթիվ անգամներ բազմաշերտ լցվել է այս էմալը, այս դետալների արանքը, մետաղների, տեսնում եք հաջորդաբար կանաչ կապույտ, այստեղ նույնպես կապույտ, կանաչ կապույտ, այսինքն հաջորդաբար մանրակրկիտ աշխատանք է տարվել, թվում է թե մի փոքրիկ բրոշ է, բայց անմիջապես զգացվում է, որ էմալը ձեռքով է լցված, դուք տեսնում եք, նկատում եք լիցքը, անգամ փետուրի տեսք է տրվել էմալի միջոցով։ Շատ գեղեցիկ բրոշ է, ինձ մոտ ուղղակի հիացմունք առաջացրեց։ Այս բրոշը իմիջիայլոց ես կրել եմ իմ կանաչ ջինսից, պիջակի վրայից, եթե կհիշեք, գրպանի վրա ներքևի հատվածում։ Միգուցե հիշեք։ Ամենաճոխ բրոշը, թիթեռը, որը նույնպես ձեռքով կատարված էմալ է, գուազանե տեխնիկայով, այսինքն այս մետաղների արանքներում լցվում է էմալը, այնպես որ սահմանազատվեն, եթե նկատում եք, յուրաքանչյուր հատվածը սահմանազատված է, չի խառնվել էմալը մյուսին։ Շատ գեղեցիկ աշխատանք է կրկին, թիթեռներ սիրողները շատ են, դե գեղեցիկ են թիթեռները, ծաղիկները, բայց թիթեռները ավելի շատ են կրում, քան ծաղիկներ։ Սա էլ ներսի հատվածը, մասիվ չափերի բրոշ է, գունային գաման այնպիսին է, որ ինձ թվում է բոլորի ճաշակով է այս բրոշը, եթե կանաչը, կապույտը կամ քարերով ու էմալով բրոշը կարող են շատերը չկրել ըստ ճաշակի, ապա այս թիթեռը ինձ թվում է շատերը կկրեն, եւ երիտասարդները, եւ միջին տարիքի կանայք։ Շատ գեղեցիկ է, աչուկները նայեք, աչուկներն էլ է տեղադրված ու մարմնի հատվածները։ Մի խոսքով իմացանք, որ ըստ մեր կատարած էսթետիկ հետազոտությունների գնորդը միջին տարիքի կին է։ Հիմա անդրադառնանք այս մյուս պատվերին, ականջողերը, կլիպսները, մասիվ չափսեր, ցինկից պատրաստված ականջողեր են, հիպոալերգեն։ Տեսնում եք, որ կլիպսներ են, ահա, այսպես փակվում է եւ ականջի վրա այս մասն է մնում, այս
Չնայած որ մասիվ չափսերի են, շատ թեթև են այս ականջողերը, շատ։ Ես կրեցի տան մեջ, բավականին թեթև էր ու շատ հարմարավետ ականջներին, բացարձակապես չէր սահում կլիպսները, չնայած ըստ ծավալի թվում է թե միգուցե կընկնի ականջներից եւ ամենևին չէր ցավեցնում։ Ուրեմն ցինկից ականջողեր են արծաթաջրված, հիպոալերգեն, շատերի մոտ ականջողերը քոր են առաջացնում, դրա համար շատերը գերադասում են կրել ոսկեղեն կամ արծաթեղեն։ Նախկինում ես էլ էի այդպես, ունեի ալերգիա հասարակ մետաղներից եւ սկսեցի կրել վինտաժային զարդեր, որոնք ոսկեջրված են, արծաթապատված կամ էլ կլիպսներ։ Ոսկեղենը ինձ համար ես ունեմ, սիրում եմ, երբեմն կրում եմ, բայց քանի որ ես իմ ոճը արտահայտում եմ զարդերի միջոցով, ոսկեղենով այդքան էլ հեշտ չի դու ցայտուն ձևով արտահայտես քո ոճը։ Օրինակ ես բրոշները տեսեք ինչքան ճոխ զարդեր են, առանձին կկրի թե կհամադրի այլ զարդերի հետ, թեկուզ հենց ոսկեղենի հետ։ Տարիք չի ավելացնում նմանատիպ զարդերը, մանավանդ կատակ զարդերը եւ կենդանակերպերով զարդերը ավելի մինուս տարիներ են, ոչ թե պլյուս տարիներ բրոշներ կրելով մենք ունենում ենք, այլ մինուս տարիներ։ Ավելի ճիշտ է միքսելը ոսկեղենի ու արծաթեղենի հետ հասարակ բիժուտերիան։ Ես հաճախ այդպես եմ անում ու այդպես եմ գերադասում։ Հիմա անդրադառնանք երրորդ գնորդին։ Ուրեմն մինչ այդ հիշեցնեմ, որ սա երիտասարդ աղջիկ է գնել ըստ ինձ, քանի որ ծավալուն կլիպսներ են, դարձյալ համարձակ զարդ է, թեպետ արծաթագույն է, թեպետ չունի ավելորդ դետալներ, հա, ասենք քարեր կամ թեկուզ հենց գունավոր քարեր կամ գունավոր էմալ, բայց այնուհանդերձ եթե ծավալը հաշվի առնենք, համարձակ աղջիկ է գնորդը։ Ուրեմն սա երիտասարդ աղջիկ է, ըստ ինձ գնել, սա արդեն միջին տարիքի կին, թեպետ չի բացառվի, որ սա էլ երիտասարդ աղջիկ լինի, որովհետև երիտասարդները սիրում են կենդանակերպերով, թռչուններով զարդեր։ Հիմա անդրադառնանք երրորդ զարդին, եկեք անդրադառնանք երրորդ գնորդին։ Ինչ ենք նկատում, որ գնորդը մեծ սեր ունի ոսկեգույն զարդերի նկատմամբ եւ շղթաների նկատմամբ։ Այս թևնոցը ուրեմն հիշեցնում է ոսկեզարդ, շատ ճոխ թևնոց է, նա կարող է փորագրել այստեղ իր անվանումը։ Այս թևնոցներից լինում են նաև արծաթե, ոսկե, բայց սա ոսկեջրված է, ցանկության դեպքում կարող է փորագրել իր անվանումը։ Իսկ այստեղ էլ արկա է երկու վինտաժային շղթա, դարձյալ ոսկեջրված, բայց արդեն պահպանված վիճակը այդքան էլ լավ չի, այսինքն բավարար վիճակում է գտնվում։ Ահա այսպիսի բրաշիրովկայով վզնոցներ են երկուսը, վինտաժային։ Դատելով այս զարդերի ոճից, ես կասկածում եմ, որ գնորդը տղա է, պատանի է եւ նախընծում է ոսկեգույն շղթաներ եւ հավանաբար ռեպ է լսում։ Ահա այսպիսի էսթետիկ վերլուծություն։ Ըստ հասցեների ես չեմ կարող ասել նրանց տարիքը, բնականաբար հասցեների վրա տարիքը չի նշվում, բնականաբար տարիքը չեմ կարող ասել, բայց ասեմ, որ գրեթե չեմ սխալվել, այս ականջողերը գնել է Պալին անունով մի աղջնակ, այս զարդերը գնել է Միշել անունով կին կամ աղջնակ, իսկ սա արդեն Դոնալդ է անունը, տղա է փաստորեն, ճիշտ էլ կրահել է Դոնալդ անունով։ Եվ տեսեք, գեղեցիկ բացիկ եմ պատրաստել ես այս կնոջ Միշելի համար։ Այստեղ ես իմ շնորհակալությունն եմ հայտնել այս գնումների համար, մանավանդ այս էմալապատ զարդերի, որովհետև ես ինքս եմ էմալապատ զարդերի սիրահար, եւ հրավիրել եմ նրան միանալ իմ LS զարդեր YouTube-յան ալիքին, քանի որ հասկացա, որ այս կինը գեղագիտական բարձր ճաշակ ունի եւ հետաքրքիր էսթետիկ վարքագիծ։ Այսօր այսքանը սիրելիներ, ես հիմա կպատրաստեմ իմ փաթեթները իհարկե, մաղթում եմ ձեզ օրվա լավ շարունակություն ու ավարտ։ Իսկ նրանք, ովքեր դեռևս չեն բաժանորդագրվել, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ թողեք կոմենտներ, նրանք ովքեր ուզում են ինձ
նոր մոտիվացիա փոխանցել ավելի հետաքրքիր տեսանյութեր պատրաստելու համար։ Միացեք իմ ալիքին, այստեղ ամեն ինչ գեղեցիկի մասին է։ Զարգացնենք մեր ճաշակը միասին։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։